ինչով կարող եմ օգնել։ Բարև ձեզ։ Չնայած որ ահա որ բարկացած եմ, բայց ինչպես գիտեք, Դանիելյան Զավենը միշտ հավուր պատշաճի ներկայանում է եւ փորձում է օպերատորներից կորզել ուրեմն adekvat ճիշտ պատասխան։ Ես հանգամանալից ներկայացնեմ եւ վերջում կդամ իմ հարցը։ Ուրեմն այս պատվերը, որը որ ավարտել եմ, կարող եք դուք էլ նայեք 5 կիլոմետր 200 մետր կոմֆորտ պլյուս 300 տարիվ 28 րոպե 5 կիլոմետրը դա 500 դրամ է կոմֆորտ պլյուսով 500 դրամին գումարում ենք եւս 500 դրամ, որը կոմֆորտ պլյուսի մինիմալ արժեքն է, լինում է 1000 դրամ 1000 դրամին գումարում ենք 28 րոպեն 4 անգամ 7 28 գումարում ենք 700 դրամ, դառնում է 1700 դրամ Հարգելիս, ձեր տված տարիֆը 300-ով, այս պատվերը նոր դարել է 1007, այսինքն դուք հաստացի տրաֆինգի եք ենթարկում մի ողջ ժողովուրդ, այսինքն 45,000 վարորդի, դուք այս վիճակով, այս ձեր մանիպուլյացիաներով ենթարկում եք, դες բան կա, չէ, տրաֆիկինգ, ենթարկում եք տրաֆիկինգի եւ աշխատացնում եք խաբելով 45,000 վարորդների ի օգուտ ձեզ եւ հաջախորդի։ Հիմա նայեք ինչ կատարվավ։ 28 րոպեն 39 եմ եկել կամ 8 եմ եկել։ Ոստիկանները չեն թողել մոտենամ Լենինգրադյան 1 համալիրում համեր կա, խցանումներով եկել եմ, ուրեմն դեռ չհասած 39 րոպե չհասած եւ 1 կիլոմետր դեռ չհասած ավարտել եմ, պատվերս բռնել է 1900 դրամ։ Հիմա հարց, որտեղ եք դուք մեզ խափում, հարգելիս։ Եթե ես չեմ հասել տեղ չեմ հասել։ Իմ րոպեն 10 րոպե եւ ավել եմ գնացել։ Ու տեղել չեմ հասել, գումարը 200 դրամ ավելա բռնել։ Եթե դու կարում ես ճիշտ հաշվես, հարգելիս, դու ինչի ես մարդուն ենթարկում այդ տրաֆիկինգի, խափում, բերում, հասնում 1007-ով։ Ով կար այս հարցից պատասխանի։ Եթե մենք նորմալ քաղաքակիրթ, նորմալ իրավական երկրում ապրենք, դուք ռիսկ չեք անի, որ նման ձևի խափեք նման վարորդների։ Մենակ իմ մոտ չի սա։ Բոլորի մոտ է համատարած։ Կոմֆորտ պլյուսի պատվերը տարիֆի մեջ առանց տարիֆ տալիս եք, զանգում իմանում ենք ձեր դիսպեչերից, որ 1700 դրամ արժի օրինակ ստարտը, կոմֆորտ պլյուսը 2.2, բայց 1700-ով է տվել այդ մարդուն պատվեր։ Վերջը երբ պետքա սերվիզը խելքի գա, Արամ Մխիթարյան, տնորեն, երբ պետք է դու adekvat մոտենաս այս խնդիրներին, չնայած որ դու որպես տնորեն դե ֆակտո կաս, դե յուրե չկաս, քանի որ դու ուղղակի դրածո ես, հարգելի երիտասարդ, բայց գոնե դրածո լինելով, բարի եղիր, այդ ինտերվյու տալուց նորմալ անենց բաներ ասա, որ մարդիկ չծիծաղեն։ Մտեք YouTube-ով կոմենտները կարդացեք կհասկանաք ինչի մասին է։ Վերջը երբ պիտի դուք լրջանաք, լինեք լուրջ կազմակերպություն։ Նույնիսկ դուք ամենացածր վարորդի չափ լուրջ չեք, քան հիմա կաք։ Ես գիտեմ, որ հարգելիս դուք չեք կարող իմ հարցին պատասխանել, դուք իրավասու չեք իմ հարցին պատասխանել։ Ես նորից եմ ասում, դե ֆակտո կա զանգերի կենտրոնը, դե յուրե չկա, ինքը պիտի օր առաջ անհապաղ պետք է փակվի եւ պետք է դուք թոս չփչեք իշխանության ու մյուս այրերի աչքերին, որ մենք կայուն ենք, մենք կանք, մենք ունենք զանգերի կենտրոն։ Զանգերի կենտրոնը դա փուչ, զանգերի կենտրոնը վարորդի համար։ Հիմա դուք ինձ ուղղորդելու եք չափելու այս կիլոմետրն ու ժամը գրավոր աջակցման կենտրոնի։ Ճիշտ եմ հարգելիս, ճիշտ եմ։ Այո։ Այո, բայց ինչի եք վերցրել իմ զանգը հարգելիս։ Ես անձամբ ձեզ չեմ ասում ինչ-որ մի բան, դա ձեր աշխատանքն է, դուք այդպես պետք է աշխատեք։ Ամեն հարց դուք ուղղորդում եք գրավոր աջակցման կենտրոն։ Այսինքն դուք ինչ դիսպեչերի դեր եք տանում, որ մենք կանք ուղագի, մենք չենք ուզում, որ դուք ուղագի լինեք մեր շողքի տակ, որ բոլորն իմանան, որ Yandex-ը ունի զանգերի կենտրոն։ Օրինակ Gigi ընկերությունը շատ հնարավոր է ինքը չի հասցնում զանգերի կենտրոն ունենալ,
որ անմիջապես վարորդը զանգի, բայց երբ գրում ես նամակով, որ հարգելիս ես խնդիր ունեմ, սա իմ խնդիրը, ու ինքը այդ խնդրի մասնագետը մի ժամ, 2 ժամ հետո զանգում է քեզ adekvat զրույց անում, հետդ փորձում է հարցին լուծում տալ։ Այսինքն դուք այսքան մեծ կազմակերպություն, դուք ջիջի չափ չեք կարող աշխատել։ Շնորհակալություն տեղեկացնելու համար, հարգելի վարորդ, ձեր առաջարկը կփոխանցեմ մեր զանգի ավարտին։ Չէ, դուք կարակ չփոխանցեք, հարգելիս։ Ես գիտեմ, որ absurd է ինչ-որ բանը փոխանցել չերես օպերատոր վերևները, որտեղ իրանք շանտեղ չեն դնում դրան։ Ուղղակի վարորդի ասածը իրանց համար ոչինչ չէ։ Իրանք էլ մեր համար են ոչինչ։ Ես ձեզ լավ երեկո եմ մաղթում, ես ամեն օր այսպես փաստելու եմ, որ գոյություն չունի նման կազմակերպություն, որը որ իրան տեղն է դրել, որ ասում է ես այսպես եմ։ Հաջողություն ձեզ, լավ մնացեք։ Ձեզ նմանապես։ Սիրելի վարորդներ, հերթական անգամ կարա իմ տեսանյութը կարա կրկնվի, բայց ես հետ չեմ մնալու պայքարից, ամեն օր, ամեն ժամ պայքարի մեջ եմ մնալու ու ամեն օր պայքարելու եմ։ Նույնիսկ եթե չքշեմ այլևս ես օնլայն տաքսի, ես պայքարելու եմ։ Ու այնպես է չի, որ ես ամբողջ օրը քշում եմ սրան։ Ես օրը մի քանի պատվեր եմ անում, որովհետեւ հասկանամ սրա էությունն ու բնույթը, հասկանամ վերջը կազմակերպությունը փոխվելու է ինչ-որ մի բան, կփոխվի այն ժամանակ, էլ ասեմ, երբ մեր հարգարժան նախարարները, մեր կառավարությունը, մեր իշխանությունը Հայաստանի Հանրապետության իր գործի անցնեն վերջ տանես թրաֆիկինգին, այլապես ես ուրիշ բաներ եմ արդեն մտածում, կգա օրը եւ ես կասեմ, թե ինչ եմ մտածում այս մասով, ինչի մենք տեր չունենք, ինչ ենք մենք անտեր մեր երկրի մեջ։ Ուրեմն վարեք այնպես ինչպես դուք եք ուզում, սա իմ խորհուրդն է, ոնց ձեզ ձեռք է տալիս, առանց վնասելու հաջախորդի, ուրեմն պատվիրատուի շահերը, նայեք ինչ եմ ասում, պատվիրատուն այստեղ բացարձակ կապ չունի, եթե դուք զգում եք, որ այս պատվերը դուք պետք է չանեք, արեք այնպես, որպեսզի պատվիրատուն չտուժի դրանից, զանգեք, տեղեկացրեք, սերվիս, հրաժարվեք նման պատվերներից։ Ես փորձնական եմ այս պատվերը արել։ Ես գիտեի, որ ես 40 րոպե եթալու եմ։ Ջերմ զրուցելով գնացել եմ այս երկու ռուսների հետ, իրանք քաղաք տայլացիից էին, որը ես ինձ շատ քաջ ծանոթ, շատ ուրախ զվարթ եկել ենք, ոչ մի բացասական էներգիա չեմ տվել պատվիրատուին։ Պատվիրատուն բացարձակ կապ չունի, առաջին անգամ Երևանում է պատվիրելա, նստելա, դաժե չի իմանում, էս ինչ գինա, էս ինչ տարիֆա, ինչա։ Այսքանը, լավ մնացեք, առողջ եղեք։